Հայաստանում արձանագրված գործազրկության և աղքատության բարձր մակարդակները խնդիրներ են, որոնք լուծումներ են պահանջում։ Մեծ է գայթակղությունը դիմել պոպուլիզմի օգնությանը բարդ խնդիրների լուծման համար առաջարկելով պարզ ու հեշտ մոտեցումներ։ Հայաստանի օրվա իշխանության պարագլուխը 2018 թվականին հենց այդպես էլ վարվեց, առաջարկելով սոցիալական արդարության իր բանաձևը, այն է փողը խլել հարուստներից և բաժանել աղքատներին, թե իրականում ինչ տեղ ունեցավ, բոլորս գիտենք։ Տնտեսագիտության տեսության մեջ առկա ուղղությունները տարբեր մոտեցումներ են առաջարկում բիզնես միջավայրի, տնտեսական աճի, գործազրկության կրճատման հետ կապված։ Քենսականները կամ նեոքենսականները առաջարկում են ավելացնել պետության դերը տնտեսության կառավարման մեջ և շեշտը դնել հարկաբյուջետային լծակների վրա։ Մոնետարիստները ի հակադրություն քենսականների առաջարկում են նվազեցնել պետության դերը և շեշտը դնել դրամավարկային քաղաքականության վրա, կառավարելով փողի քանակը, որն էլ իր հերթին հնարավորություն կտա ազդել վարկային տոկոսադրույքների վրա, ինչն էլ փոփոխություններ կարող է առաջացնել բիզնես միջավայրում։ Պրակտիկ կյանքում պետք է կիրառել տնտեսագիտության տեսության մեջ առկա առաջարկների սինթեզը և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել տնտեսության պետական կառավարումը։ Հայաստանի օրվա իշխանությունից ակնկալել նման մոտեցում միամտություն է, որովհետև սրանք ցույց են տվել, որ իրենք ապիկար են և անկարող։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք կներկայացնենք մեր մոտեցումները տնտեսության իրական և ներառական աճի հետ կապված, կասենք, թե ինչպես է հնարավոր կրճատել գործազրկությունը և աղքատության մակարդակը, և դուք հնարավորություն կունենաք տեսնել, թե որն է տարբերությունը պոպուլիզմի և պրոֆեսիոնալիզմի միջև։